Աղբյուրները հնչում են ու անց կենում, ծարավները տենչում են ու անց կենում, ու երջանիկ ակունքներին երազում, պոետները կանչում են ու անց կենում։ Հովհաննես Թումանյան։ Այս գեղեցիկ տողերով էլ սկսում եմ այսօրվա նոր հոլովակը, սիրելիներս։ Ախ, սիրելիներս, այնպիսի մի բուրմունք ունի, չեք պատկերացնի։ Շատ անուշ բուրում է։ Հիմա ես այս գեղեցկուհիներին կհանեմ ջրից, սիրելի հետևորդներ ջան, որպեսզի ջուրը փոխեմ։ Ասեմ, որ մի փոքր շաքարավազ եմ լցրել ջրի մեջ։ Հիմա նորից կլցնեմ մի փոքր շաքարավազ։ Ջուրը մի հատ ծաղկամանա ողողեմ։ Ահա։ Մի փոքր ջուր լցնեմ, շաքարավազ, նոր կավելացնեմ ջուրը։ Դնեմ վերև, ցույց տամ, ահա։ Ուզում եմ տեսնել, ձեզ երևում է, թե ոչ։ Ինձ թվում է երևում է։ Հիմա մի փոքր շաքարավազ կլցնեմ և կխառնեմ։ Շաքարավազով երկար է մնում բոլոր ծաղիկները։ Մի ճաշի գթալ։ Ջուրը կխառնեմ, որպեսզի լուծվի։ Հիմա նոր կավելացնեմ ջուր։ Սովորական խորակի ջուր եմ լցնում խառը։ Մի հատ էլ խառնեմ, որ հավասարաչափ լինի։ Всё, բավական է։ Մեխակների ծայրերը կկտրեմ մի փոքր, սիրելի հետևորդներ ջան, շատ չնչին, այնքան որ նորից շնչեն, նորից թարմանան մեր մեխակները։ Այսքան, տեսեք։ Մի աննշան, թեքությամբ, աննշան։ Ինչքան սիրուն են, հլը այս մեկ ծաղկի մեջ ինչքան գույներ կա, ռոզվի, բաց, սպիտակ, գեղեցկություն են, հրաշք են, հրաշք գեղեցկություն, ուղղակի հրաշք գեղեցկություն, բոլորը ձեզ եմ նվիրում։ Ֆլորաս գրել է, ուղղակի խենթանում եմ այս ծաղիկների գեղեցկությամբ և բուրմունքով, ափսոս չեմ կարող, սիրելիներս, բուրմունքն էլ ձեզ տեղափոխել, որ իրոք զգաք այս մեխակների բուրմունքը։ Հələ այս մեխակի գեղեցկությունը տեսեք, գույները, թերթիկները, մի խոսքով հրաշք ծաղիկներ են մեխակները։ Մեր մանկության տարիների մեխակներն են։ Մեկ անգամ ասել եմ, մայրս ցանում էր շատ մեծ տարածքով և վաճառում էր, սիրելիներս, այս մեխակները, և իմ ամենասիրելի, չնայած բոլոր ծաղիկները շատ եմ սիրում, բայց այս մեխակները յուրահատուկ եմ սիրում, որովհետև իմ մանկության ծաղիկներն են, իմ մանկության հիշողության ծաղիկներն են։ Այս մասին կխոսեմ շուտով, ոնց ցանեք, ինչ անեք, սիրելիներս, այս գեղեցկության մասին։ Կտրեցի մի թեթև, տեսնում եք, աննշան, սիրելիներս, աննշան, թարմացրեցին ծաղիկներին, նոր շունչ, նոր կենդանություն տվեցի ծաղիկներին, որ ավելի երկար մնան և
մեզ ուրախացնեն եւ ձեզ ուրախացնեն։ Հիմա այս գույնավորները բաժանեմ, որ ամեն մեկը միտեղ չմնա։ Վերջ սիրելիներս, այս չքնաղ ծաղկե փունջը բոլորը ձեզ, բոլորը ձեզ։ Վերջ, իսկ հիմա սկսենք մեր աղցանի պատրաստությունը։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր ձեզ հետ միասին պատրաստելու եմ սմբուկով շատ համեղ աղցան։ Վերցրել եմ 3 հատ սմբուկ և կեղևները մաքրում եմ։ Սմբուկները նախապես լավ լվացել եմ, չորացրել եմ։ Դուք կարող եք մեկու մեջ մաքրել սմբուկների կեղևները։ Կարող եք սմբուկի քանակը շատ վերցնել։ Ես 3 հատ սմբուկ եմ վերցրել։ Հիմա կեղևները մաքրեմ, սիրելի հետևորդներ ջան։ Հետո արդեն կասեմ ինչ եմ անելու։ Սմբուկները մաքրեցի, վերջացրեցի։ Հիմա պետք է մաքրած սմբուկները բարակ շերտով շերտատեմ։ Շատ հաստ չենք անում, շատ բարակ էլ չենք անում։ Սիրելի հետևորդներ ջան, հավասարաչափ շերտատում ենք։ Հիմա այս շերտատած սմբուկները պետք է շարեմ սինիի մեջ։ Սմբուկները շերտատելուց հետո շարեցի սինիի մեջ, հիմա սմբուկների վրա պետք է աղց անեմ։ Մի կողմը աղց անեցի, վերջացրեցի, շուռ եմ տալիս մյուս կողմը։ Եվ այդպես բոլոր սմբուկները, սիրելիներս, շուռ եմ տալիս, մի կողմն եմ ցանում, հետո մյուս կողմը։ Թողնելու եմ 10-ից 15 րոպե, որպեսզի իրեն դառը ջուրը դուրս տա։ Հետո շարունակենք պատրաստման եղանակը, սիրելի հետևորդներ ջան։ Բոլոր շերտատած սմբուկների վրա էլ պետք է անպայման աղց անել։ Սմբուկները աղելուց հետո անցել է 10 րոպե։ Հիմա չորացնում եմ սմբուկները խոհանոցային անձեռնոցիկի վրա։ Մի շերտը շարում եմ, կդնեմ նորից խոհանոցային անձեռնոցիկ և կչորացնեմ։ Հիմա վառում եմ գազօջախը, տապակը դնեմ, բուսայուղ լցնեմ, որպեսզի տապակեմ արդեն չորացրած սմբուկները։ Առաջի շերտ չորացրած սմբուկները դնում եմ ափսեի մեջ, սիրելիներս, որ մնացած սմբուկներն էլ չորացնեմ։ Ձայնիս համար կներեք, սիրելի հետևորդներ ջան,
մի փոքր վատառողջ եմ։ Մնացած սմբուկներն էլ կչորացնեմ, արդեն այդ ընթացքում բուսայուղն էլ տաքացած կլինի և կսկսեմ տապակել։ Մինչ սմբուկները չորացրեցի, բուսայուղը արդեն տաքացավ։ Հիմա բուսայուղի մեջ շարում եմ սմբուկները։ Սիրելիներս, կտապակեմ մինչև լավ կարմրի։ Սմբուկների մի կողմը տապակվել է, հիմա կշրջեմ, որ մյուս կողմն էլ տապակվի։ Տապակելու ենք երկու կողմից։ Արդեն տապակվել է սմբուկները երկու կողմից։ Հիմա կհանեմ, որպեսզի տապակեմ մնացած բոլոր սմբուկները։ Սիրելիներս, ես կդնեմ հանած տապակված սմբուկները խոհանոցային անձեռնոցիկի վրա, որպեսզի բուսայուղը քամվի։ Իսկ հիմա կշարեմ մնացած սմբուկները և կտապակեմ, սիրելիներս, մնացածը կադրից դուրս։ Սմբուկները տապակելուց հետո, սիրելիներս, հիմա սկսում եմ թելթել անել նախապես եփված հավի կրծքամիսը։ Սմբուկները տապակելուց հետո, սիրելիներս, հիմա սկսում եմ թելթել անել նախապես եփված հավի կրծքամիսը։ Ես դանակի օգնությամբ եմ թելթել անում, դու կարող եք ձեռքով անել, իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Թելթել անելուց հետո հավի կրծքամիսը կլցնեմ աղցանամանի մեջ։ Հավի միսը թելթել անելուց հետո, սիրելիներս, մանրացնում եմ ընկյուզը։ Սիրելի հետևորդներ ջան, հստակ չափաբաժին չեմ կարող ձեզ ասել կամ գրել, որովհետև ես աչքաչափով եմ անում։ Միայն կարող եմ ասեմ, որ ես վերցրել եմ 3 սմբուկ։ Հիմա ընկյուզն էլ մանրացնեմ, լցնեմ հավի կրծքամսի վրա։
Ընկյուզն էլ կտրատեցի, վերջացրեցի։ Աղցանի համար կտրատում եմ մի փոքր փունջ համեմ, ծայրի կոշտ մասը հեռացնում եմ։ Ճզմում եմ նաև սխտոր, սիրելի հետևորդներ ջան, ինձ մոտ 3 միջին ատամ հատիկ սխտոր է։ Սմբուկները կտրատելուց հետո, սիրելի հետևորդներ, արդեն կտրատում եմ սմբուկները տապակած։ Ինչպես կցանկանաք, այնպես էլ կտրատեք, կարող եք ձեռքով էլ հավի մսի նման թելթել անել։ Ես երկարությամբ սմբուկները կկտրատեմ և կավելացնեմ բոլոր բաղադրիչներին, որոնք արդեն աղցանամանի մեջ են։ Սիրելի հետևորդներ ջան, մնացած սմբուկները կկտրատեմ կադրից դուրս, հետո կհանդիպենք։ Աղցանի բոլոր բաղադրիչները պատրաստ են։ Հիմա մի հատ խառնեմ և համեմեմ սև պղպեղով ու աղով։ Աղցանը սև պղպեղով, աղով համեմելուց հետո ավելացնում եմ մայոնեզ։ Դուք կարող եք մայոնեզին ավելացնել նաև թթվասեր, խառնել իրար և ավելացնել աղցանին։ Սիրելիներս, բոլոր բաղադրիչները ավելացնելուց հետո աղցանը լավ խառնում ենք և լցնում մատուցվող ափսեն ու մատուցում։
Սիրելիներս, պատրաստեցի, վերջացրեցի սմբուկով, հավի, կրծքամսով, ինքյուզով սալաթը, աղցան։ Ստացվեց համեղ և շատ անուշ բուրում է։ Համը չեմ կարող ձեզ փոխանցել, քանի որ ես սիրելիներս չեմ ուտում սխտոր, չեմ փորձում, որ ձեզ էլ համը ասեմ, թե ինչպես ստացվեց, բայց Մարինկաս համ տեսեց և շատ հավանեց։ Իրոք իհարկե այսպիսի համեղ բաղադրիչներով աղցանը համեղ կստացվի։ Այսքանով սիրելիներս ավարտում եմ այսօրվա հոլովակը, մաղթելով ձեզ ամենայն բարիք, առողջություն, հաջողություն, եղեք օրհնված, ուրախ, երջանիկ, ձեզ հետ էր Տիկին Մարինեն, սիրում եմ բոլորիդ, սիրելիներս, ցտեսություն, մինչ նոր հոլովակ։